8 տարվա ընթացքում մոտ 12 միլիոն դոլարի ներդրում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային։ Ազգային բարերարի հոգացության ներքո հունահռոմեական եւ ազատ ոճի մեր ըմբիշները միջազգային հարթակներում բազմաթիվ անգամ բարձրացրել են Հայաստանի Հանրապետության դրոշը, Հայաստան բերելով 200-ից ավելի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ ու հաղթանակի դափնիներ։ Սամվել Կարապետյանի ներդրումը մեծ է նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում։ Արարատ Արմենիա թիմը ձեռք է բերվել 2017 թվականին, ինչի արդյունքում նոր շունչ ու որակ հաղորդվեց հայկական ֆուտբոլին եւ Հայաստանի ազգային առաջնությանը։ 2019 թվականին ակումբը նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը եւ դարձավ առաջին հայկական թիմը Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ Մինչ այս էլ Կարապետյան ընտանիքը եւ ազգային բարերարը աջակցել են հայկական ֆուտբոլի զարգացմանը, մեծ գումարներ նվիրաբերելով Հայաստանի հավաքականի խաղացողներին, ինչպես նաև մարզերում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։ Լոռու մարզի ֆուտբոլային ակումբները երբեք համապատասխան գույքի կամ մարզահագուստի խնդիր չեն ունեցել Կարապետյանների շնորհիվ։ Խորին հարգանք 7-րդ խաղերի բացման եւ փակման արարողությունների գլխավոր հովանավոր Տաշիր գրուպ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Տաշիր բարեգործական հիմնադրամին Սամվել Կարապետյան։ Այսպիսի շնորհակալություններ հնչել են համահայկական գրեթե բոլոր խաղերում, որոնց անցկացման, մասնավորապես բացման, փակման պաշտոնական արարողությունների գլխավոր հովանավորն է եղել բարերար Սամվել Կարապետյանը, նպաստելով սպորտի միջոցով աշխարհասփյուր հայ երիտասարդների Հայաստանում համախմբմանը եւ հայրենաճանաչությանը։